Վանաձորի թիվ 15 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տոնական տրամադրություն էր։ Հաստատության փոքրիկները տոնածառի շուրջ խմբված նշում էին Ամանորի հանդեսը, չմոռանալով հիշել Ամանորի հրաշքների մասին։ Եվս մի քանի օր եւ կգա շատերի կողմից սպասված նոր տարին, բայց մինչ Ամանորի գիշերը ձմեռ պապը կայցելի փոքրիկներին կախարդական պարկում մանուկների երազանքները, Վանաձորի ավականու անդամ Արկադի Փելեշյանը շտապեց մեկ քայլ առաջ անցնել եւ ուրախացնել փոքրիկներին հենց երազելու պահին։ Ներս մտավ ձմեռ պապը ձեռքին նվերներով պարկը, ողջունեց մանուկներին եւ պատմեց իր հեքիաթային պատմությունները։ Հանկարծ հանդիպեցի մի մարդ, բանից պարզվեց նա Վանաձոր քաղաքի ավականի Արկադի Փելեշյանը, իր նվերներով հանդերձ։ Ինչ նոր տարի առանց ձմեռ պապի եւ նվերների։ Որոշեցին գալ եւ անձամբ ներկա լինել ձեր այս գեղեցիկ միջոցառմանը։ Հոգու խորքում մանուկ են անգամ ծնողները, որոնց ուրախությունը միախառնվեց փոքրիկների խանդավառությանը։ Եկեք հավատանք ու սպասենք հրաշքներին ու պահենք երազանք, որովհետև երազանքները մի օր անպայման կատարվում են։ Թիվ 15 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Մարիամ Սաղաթելյանի հետ համաձայնեցին ներկաները։ Արկադի Փելեշյանին գալիք տարվա կապակցությամբ շնորհավորեց տիկին Սաղաթելյանը եւ շնորհակալություն հայտնեց ուշադրության եւ անակնկալի համար։ Անակնկալ էր մեր փոքրիկների համար, մեր փոքրիկները իրենց ամեն տարվա նվերների հետ նոր նվերներ ունեցան, մեծ նվերներ է բերել մեր քաղաքի ավականու անդամ Արկադի Փելեշյանը, դա մեծ ուրախություն էր մեր փոքրիկներին, նրանց ստացած երկու նվերներին գումարվեց եւս երրորդը, նվերներ ստացել են Արկադի Համբարձումյանի կողմից։ Ուզում եմ առիթը օգտագործել շնորհավորել բոլորի նոր տարին, Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ցանկալ առողջություն, հաջողություն։ 2016 թվականը երջանկության տարի է, ու մենք չպետք է ընդդիմավորենք այսքան տխուր դեմքերով, շարունակեց ձմեռ պապը շփոթված փոքրիկներին հանձնելով ավականու անդամ Արկադի Փելեշյանի սահմանած 130 քաղցր տոպրակները։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։